Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի տեղորոշիչ կայանին եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին, ի պատասխան ինչպես իրենք են պնդում Իրանի ագրեսիվ գործողությունների։ Իր հերթին Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային։ Պաշտոնական Թեհրանը սպառնացել է ել ավելի լայնամասշտաբ պատասխան տալ, եթե նման գործողությունները կրկնվեն։ Պատերազմի նոր փուլում թշնամին ձգտում է պառակտում ստեղծել եւ ոչնչացնել Իրանի համախմբվածությունը, փոխհատուցելու իր ռազմական պարտությունը եւ մեզ պարտադրելու հանձնվել։ Ինչ ունայն մոլորություն հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղարիբաֆը։ Նա նշել է, որ մեծ եւ պատմական Իրանի ժողովուրդն այսօր գիտի, որ գտնվում է զգայուն եւ պատմական հանգրվանում, որին կնախանձեն ապագա սերունդները։ Իսրայելական զորքը 26 տարի անց կրկին վերահսկողության տակ է առել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորի ամրոցը, տարածաշրջանի կարևորագույն ռազմական հենակետերից մեկը։ Լիբանանի իշխանությունները դատապարտել են իսրայելական գործողությունները, դրանք անվանելով իրավիճակի վտանգավոր սրում, մինչդեռ Իսրայելը հայտարարում է, որ գործողությունների նպատակը Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումն է։ Նեթանյահուն հրամայել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում։ Իմ հրամանն է խորացնել եւ ընդլայնել վերահսկողությունը նախկինում Հեզբոլլահի կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ, ասել է նա։ Իսրայելի վարչապետը նշել է, որ իսրայելական բանակն ակտիվ է բոլոր ճակատներում, այդ թվում Սիրիայում, Գազայում եւ Լիբանանում։ Թել Ավիվը նրա խոսքով անվտանգության գոտիներ է ստեղծում իր բնակավայրերը պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, որ Բելարուսի տարածքի վրա ռազմական հարձակում իրականացվի որևէ տարածքից։ Ուկրաինայում պատերազմը կստանա բոլորովին այլ բնույթ, հայտարարել է Բելարուսի նախագահ Լուկաշենկոն։ Ռումինիայի հարավ-արևելքում մայիսի 29-ի գիշերը բնակելի շենքի բախված անօդաչու սարքը ռուսական արտադրության է, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը։ Նա հրապարակել է անօդաչու սարքի բեկորների լուսանկարները։ Դրանցից մեկի վրա գրված է Գերան 2։ Ճապոնիայում ստեղծել են ամենաիրատեսական ռոբոտ ձին։ Էստոնացի լարախաղաց Յան Ռոուզենն էլ գրավել է մամուլի ուշադրությունը, հաջողությամբ անցնելով Լեհաստանի 2 ամենաբարձր երկնաքերերի միջև ձգված պարանի վրայով։ 180 մետր բարձրության վրա նա հաղթահարել է մոտ 500 մետր տարածք, Վարսո աշտարակից հասնելով մշակույթի եւ գիտության պալատ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։